Բանավեճ ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Այժմ արագ դիտենք այս բանավեճը, որը տեղի ունեցել երեկ, եւ դրանից հետո անցնենք մեր հիմնական հարցերին։ Իմիջիալոց այստեղ վերնագրերը եթե դնում են, որպեսզի վերնագրերը չկրկնվեն, բայց նաև կան բառեր, որոնք չեմ ցանկանում օգտագործել ինձ նորից չսահմանափակեն, դրա համար եթե գրել եմ հարավային Ադրբեջան, այդ ֆիլմը գլոբալիստների մասին է, թե ինչպես են նրանք այժմ ցանկանում աշխարհը բաժանել, եւ դա է կարևորը, որ հասկանաք եւ այդտեղից սկսած հասկանաք աշխարհը, թե հիմա ինչ են ցանկանում անել, եւ այդտեղ մենք դառնում ենք խոտի իրավիճակով, դառնում ենք օբյեկտ, ոչ մի բանի պիտանի չենք, ինչ ասեն պետք է անենք եւ ինչ, եւ միգուցե Հայաստանը մնա թե չմնա, դա նույն հաշիվն է։ Եթե մարդը գնացել է խնջույքի, բոլորը նստած ուրախանում են, իրար հետ զրուցում, տալիս, առնում, իսկ դու մի անկյունում վերընկած ես, այնտեղ լինես թե չլինես, այսինքն այս աշխարհում լինենք թե չլինենք, դա նույն պատասխանն է։ Այժմ դիտարկենք բանավեճ։ Սա բանավեճ էր, թե սա ուղղորդված ինչ-որ մի հաղորդում էր կազմակերպված, որպեսզի ժողովրդին մեսիջ ուղարկվի, թե ինչ պետք է կատարեն։ Եթե սա վիրավորել էր սրան, սա վիրավորել էր սրան, ապա իրենց վիրավորանքը կարելի էին այլ ձևով մեկնաբանել, հենց վիրավորանքի վրա դնել հարցը, ոչ թե վիրավորանքը վերածել այս երկուսի լինել չլինելուն եւ նաեւ ապացուցել, որ սա է ճիշտ պատասխանը, այսինքն երկուսին էլ պատրաստել էին նրա համար, որպեսզի ներկայացնեին այս երկուսին։ Հիմա ինչ է ցանկանում Լևոնը եւ Քոր Լևոնի ցանկացածը, սրանք ապացուցեցին միասին։ Եթե լավ ուսումնասիրեք այս հաղորդումը, կտեսնեք, որ երկուսն էլ այնպես տարան հարցը, որ պետք է հիմա Սամվել Կարապետյանը, քանի որ Նիկոլը իրեն սպառել է եւ նորից ցանկանում են մտնել ռուսների ոտերի տակ, ապա ամենահարմար թեկնածուն սա է, որպեսզի սրա հետ կատարվի հարցը։ Եվ սրա ներկայացրածը, որ իբր մեզ ձայն տվող չկա եւ որքան էլ հավաքենք, դա նորից գումարվելու է երկուսի միջև բաժանվելու, այսինքն ընտրությունները ինչպես է կատարվում, եթե ցածր տոկոս են հավաքում, այդ ցածր տոկոսները վերցնում են, օրինակի համար 5 խումբ հավաքել է ցածր տոկոս, գումարում են, օրինակ 5 խմբինը ստացվեց 12 եւ այդ 12-ը բաժանում են երկուսի մեջ, 6-6 ավելանում է, բայց դա ինչ կապ ունի։ Դա կապ ունի միայն նրա համար, որպեսզի մեկը անցնի արդեն 50-ի շեմը մյուսներից, հենց այս ամբողջ կեղծիքը ընտրական, նաև այդ սահմանադրության մեջ այդ կեղծիքները, հենց Նարիմանովը նաև այս հարցը դրա համար է մտցրել։ Բայց այս երկուսը ինչ էին քննարկում, այս երկուսը դուք մի պահ կանգնեցրեք, դուք ինքներդ մտածեք, դուք ինչ եք մտածում, հետագայում միացրեք, տեսեք ես ինչ եմ ասում։ Այս մյուսի նպատակն էր Լևոնի ծրագիրը առաջ քաշել, այսինքն միայն սա է լինելու։ Իբր սա էլ հակառակում էր եւ սրան, մեկը մյուսին անվանում էին ծախված, ոչ արևմտյան, ոչ ամերիկյան խմբեր, կուսակցություններ, բայց այստեղ խաղը գնում էր նրա վրա, որ ժողովուրդ այդ մանր մունուրին ձայն մեկ տա, եթե փոքր կուսակցություններ իրենց տեխնատությունը կդնեն, օրինակ ասում է, որ մերը մենք կարող է ընդհանրապես չդնենք, եթե քիչ ձայն պետք է հավաքենք։ Իսկ ասում է, որ պետք է դրվի։ Իսկ այստեղ ամենակարևոր հարցը առաջ են քաշում, որ Սամվելը անցնի, Սամվել Կարապետյանը անցնի եւ սրան տապալեն։ Ոչ թե սրան տապալում են, այս բոլորը Լևոնի ճտերն են եւ այս բոլորը նույն խաղն է խաղում։ Այսինքն սրա խաղը արդեն վերջացել է։ Արցախը արդեն տվել են, հիմա մնում է մեկ ուրիշը, որպեսզի
Սամվել Կարապետյանի միջոցով Հայաստանին դարձնեն Բելարուսի կարգավիճակի Ռուսաստանի հետ։ Խաղը տանում են այդ դրան։ Եվ ոչ սրան են պատժելու, ոչ որևէ մեկին, եւ սրանք միշտ կան, միայն հայ ազգը պետք է հասկանա, թե այստեղ այս կեղտոտ խաղը վերջի պահին ինչի համար տարան։ Եթե դիտարկում ենք, այս պոռնիկը հենց երևաց Ազատության հրապարակում սրանով, ես ասացի, այս տականքին պետք է հեռացնել։ Մյուս փոքր միտինգներում, այլ քաղաքներում սկսեցին ինձ քարկոծել, այս ինչ ես ասում եւ այլն, հետագայում մի քանիսը, որոնք լսել են եւ մտերիմ մարդիկ են, ներողություն են խնդրում դրա համար։ Եվ այս ՀՇ կոչված տականքը հենց մեկ ամսվա մեջ, երբ որ ցուրտ ու մութ տարիներ, սա արհեստական ստեղծեց, հենց այդ ժամանակ այն իմ ճանաչած մարդիկ, որոնք հանդիսանում էին Հայաստանի այն հիմնական ուժը, 60%-ից ավել մարդիկ մեկ գիշերվա մեջ, մեկ ամսվա մեջ հեռացան Հայաստանից, երբ որ մի ամիս հետո արթնացար, նայում ես 4 կոմատ, բոլորը գնացել են, զանգահարում էին, որ վաղը ընտանիքով գնալու ենք, այստեղից վազում էիր այնտեղից այնտեղ, որ բոլորին ճանապարհ դնես, բայց վերջում դուրս եկավ, որ նրանք ոչ թե գնացին, նրանք բացեցին սրանց ճանապարհը, որպեսզի սրանք ավելի խորը ձևով ոչնչացնեն հայությունը, Հայաստանը, Հայաստանի սիրտը, արդյունաբերությունը եւ վերջում նույնիսկ բանակը եւ հայկական մշակույթը։ Ահա այն ինչ կատարեցին եւ նույն ձևով կատարում են միշտ օրս։ Եթե իմ դիտած ֆիլմերը դիտել եք, ապա այստեղ պետք է բոլորը նույնպես մի քիչ մաթեմատիկական հաշվարկ անեք, որ եւ թուրքերը, եւ բրուտները, եւ ռուսը կամ պարսիկը, նույնիսկ այսօր ադրբեջանցին այնքան Հայաստանին վնաս չեն տվել, որքան այս 4-ը միասին վերցրած։ Սրանց տված վնասը Հայաստանին ավելի մեծ է, քան բոլորի տված վնասները միասին գումարած, որովհետև ներսից քանդել եւ մանրակրկիտ այնպես քանդել եւ մի մասն էլ հեռացնել, որպեսզի հնարավոր չլինի կառուցել, արտագաղթի մասին է խոսքը, սա կատարյալ մեխանիզմ էր, որ սրանք չէին կարող այդ մեխանիզմը մտածել, սրանք միայն կատարել են այդ մեխանիզմը, բոլորը սրանք միասին կատարել են այդ մեխանիզմը, եւ այսօր նրանց մեջ կատարել ընտրություն, դա միայն հիմարը կարող է մտածել, որ դա կլինի ընտրություն։ Այժմ ինչ ընտրություն։ Սամվել Կարապետյանի եւ այս տականքի միջև ընտրությունը, եթե պետք է մենք գնանք դեպի Ռուսաստան եւ դառնանք Բելարուսի նման ինչ-որ մի բան, եւ սրան այսպես թե այնպես այս տարի ըստ Լևոնի ծրագրի սա արդեն պետք է հեռանա, Արցախը տվել է եւ ուռա, արդեն մենք կարող ենք ազատ շնչել ապրել։ Զատուլինը, նորից եմ կրկնում, մի ֆիլմում դրել եմ նույնպես, Հայաստանում պարզ արտահայտվեց այս անձնավորությունը, երբ որ հարց տվեցին, ասեց, այո, դա մեր թերությունն է, դա նա է, որ այս հարցի համար, Բոսֆոր դարդանելի համար, մենք հայերիդ միշտ փուրն ենք տվել, եւ դա պետք է այդպես էլ լինի, քանի որ մեր շահերը սա է մեզնից պահանջում, այսինքն նորից Հայաստանը կոխեն ռուսական սապոգի տակ, թուրքը այս հարցի համար ռուսներին նորից նեղելու է, եթե ռուսը նույնիսկ մեզ բարեկամ էլ դառնա, որը հնարավոր չէ։ Այսօր էլ մի լավ անձնավորություն ֆիլմեր ուղարկե, ինչպես է Պուտլերը Էժբետա այդ թագուհու հետ
Եղիսաբեդ երկրորդի հետ հանդիպում այդ ամբողջ ֆիլմը կարող եք այդ ազնվորության մոտ կարդալ կոմենտները, այնտեղ գրված է ֆիլմի մասին եւ 2003 թվականից Բուտլերը ոնց է նրա հետ այդ հանդիպումը կատարում, այսինքն գնացել էր Ռուսաստանը ծախելու ծրագրի տակ ստորագրեր։ Իսկ եթե մտածում եք սա լինի, թե կա այլ այդ երիտասարդ նոր բերասների մեջ այլ ուժ, հիմնական ուժը, որը կարող է եւ այս տականքներին վախեցնել եւ դրսից նաեւ ոգևորված հայերը ներս գան, հիմնական միջոցը այս ամենից ազատվելու սա է, այլ միջոց չկա։ Իսկ եթե այդ ցիրկը նորից պետք է կրկնեն ինչ-որ ընտրություն եւ այլն, այդ բոլորը խաբեություն է, այդ բոլորը արդեն ծրագրավորված, 50,000-ին մոտիկ արդեն ԱԱԾ ոստիկաններ, զինվորականներ, որոնք ծառայում են սրա հետևը եւ սրա պապաների հետևը պահպանելու, նրանք նորից ամեն ինչ կեղծելու են, ստեղծելու են այնպիսի իրավիճակ, որ հայ ազգը նորից պարտվի, իսկ հայ ազգը ունի միայն այս ձևը հաղթահարելու այդ ճգնաժամը, այլ ձև չկա եւ մյուս ազգերին, որոնք նման երևույթի են հանդիպել, նրանք նույնպես անցել են միայն այս ձևին։ Հաջորդ ձևերը եւ իբր ընտրություններով 7 տարի սպասենք աշխարհին առաջ սա թող ներողություն խնդրի, թող սրա նրա հետևը պաչի, գլուխ խոնարհի, որը նշանակում է, որ ամբողջ հայ ազգն է խոնարհվում եւ այլն, եւ հետո դրանից հետո մտածել, որ ընտրության պետք է գնանք, Եվրոմիության 230 միլիոն դոլարն էլ, եվրոն էլ տվել են սրան դրա համար, որ այդ ընտրություններում այնպես անի, որ հայ ազգը նորից պարտվի։ Այդ Եվրոմիությունը դա Եվրոմիություն չի, դա բրուտների ստրուկնա, որին ցանկանում են կատարումը։ Եթե Եվրոմիությունը նորմալ երկրների հավաքածու լիներ, ապա այդտեղ դիտարկեք միայն այս հարցը։ Օֆիցիալ ձևով ընդունել են, որ 1 տոննա ցորենի ալուրի մեջ պետք է ավելացնեն 100 գրամ ծաղրիդի չորացրած փոշի, որը առաջացնում է ռակ։ Դա պաշտոնական ձևով մտցնում են ծրագրի մեջ, որ բոլոր երկրները պետք է դա կատարեն։ Եվ այստեղ մարդու իրավունք կամ այդ 230 միլիոնի տալը սրան որն էր հարցը։ Դրա համար հասկացեք, ոչ այդ 230-ն է ձեր գրպանը մտնելու, միայն կարող են 10,000 թոշակառուներին, որ ավելացել է 230-ից, որ գնաք սրա հետևը նորից համբուրեք, ուրիշ ոչինչ այստեղ չկա։ Այժմ մի երևույթի մասին, որ բազմաթիվ անգամ այս հարցը ինձ տվել են եւ այսօր առիթ եղավ, որպեսզի պատասխանեմ։ Երկու անց Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, ինչպես եղավ, որ այս երկուսը հայտնվեցին Հայաստանում, եւ այս անձնավորությունը պատմում է, որ ժողովրդի հետ միասին անցավ այդ ճանապարհը եւ ադրբեջանցիք իրեն չկանգնեցին, քանի որ ինքը ժողովրդի մեջ էր։ Սելի հայրենակիցներ, դուք այստեղ մոռանում եք նաեւ մի հարց. ինչի Արցախյան 44 օրվա պատերազմը սկսվեց սեպտեմբեր ամսին։ Ինչի նա չսկսվեց մայիս ամսին, ամռանը ավելի լավ էր ադրբեջանցիների համար սկսել կամ ապրիլին, բայց սկսվեց սեպտեմբերին, որովհետև Աշոտիկը օգոստոսին արդեն զորացրվեց։ Դրա համար սեպտեմբերին սկսվեց այդ պատերազմը։ Մի հոմոսեքսուալիստ պոռնիկ լակոտի համար պատերազմը հետաձգվեց այդքան, որպեսզի սա Արցախը տա, դա էլ չհասկանան։ Եվ այս երկուսի, որոնք իրեն են ծառայել այդ ժամանակ Արցախը տալուս, այլ գլուխը գովում է, որ իբր տանկիստներին ասել է գնացեք
կալցոյի մեջ կվերցնենք, տանկիստների շեֆը հրաժարվել է դրանից, բայց ինքը ինչ աներ, գեներալ էր, կամ դու քեզ գնդակահար էիր, կամ նրան գնդակահար էիր, այ ոչխար, հիմա եկել ես ինչն ես ներկայացնում, Նիկոլի գրասենյակից դուրս ես գալիս, ասում ես կապիտուլյացիան ստորագրել էր, դնեիր խեղդեիր սրան, բա գեներալ ես, բա քու պատիվը, միայն սուտ խոսալով եղավ այդ պատիվ, կամ ես մյուս ոչխարը, ես ոնց եղավ, որ ես երկուսը կարողացան գալ մյուսներին բռնեցին տարան, որովհետև ծառայել են սրանց, որովհետև ամենալավը սրանք են Արցախը տվել, եւ այսօր էլ սուտ խոսում իբր կամ սա, այ ոչխարներ, դուք հենց առաջինն եք գնդակահարության հոդվածի տակ, ինչի եք սրան նրան առաջ քաշում իբր սրանք են։ Ինձ թվում է այս հարցն էլ լավ հասկացաք, անցնենք առաջ։ Հիմա ամենակարևոր հարց է, եւ ես եւ նաեւ ստացել եմ լուր 3 ճանապարհով են բրուտները ցանկանում այս հարցը լուծել, այսինքն իրանական հարցը լուծել։ Առաջինը նա է, որ այստեղ այսպես բացվի ճանապարհը, այսինքն սա դառնա հարավային Ադրբեջան, եւ Հայաստանը արդեն կտրվի, Հայաստան, Վրաստան մտնեն դրա մեջ, քանի որ նաեւ Ադրբեջանը Դաղստանի վրա է հարձակվելու եւ Ռուսաստանը Դաղստանը նվիրելու է, եւ մենք կալցոյի մեջ ենք հայտնվում այստեղ։ Եվ երեկվա ֆիլմում էր կարծեմ նաեւ ասել են, որ Աջարիայի հարցը, Աբխազիայի հարցը ոնց են դնում, նաեւ Աջարյան են այստեղ արդեն թուրքերը ոչնչացրել։ Երկրորդը, ինչ են ցանկանում անել։ Այստեղ փորձում են Թուրքիային թողնել սպիտակ աղավնու ձևով, այս հարձակումները հետագայում նաեւ իբր Իրանը կհարձակի սրանց քաղաքներին եւ այլն, եւ սրանք էլ ամերիկյան զորքի հետ կմտնեն այստեղ, Իրանը այսպես կբաժանեն մասի, միգուցե այս մասով բաժանեն մասի, որ այստեղ մի քիչ էլ ծով ունենա նոր Իրանը, իսկ այդ ընթացքում արդեն ճանապարհը հարթված կլինի մեծ Թուրանի։ Երրորդ տարբերակը ամենահավանական եւ ամենառեալ տարբերակն է, որը կարող են իրագործել։ Իրանը հարձակվում է Ադրբեջանի եւ Հայաստանի վրա, քանի որ այս երկու տականքներին հրահանգ պետք է տրվի, որ թույլատրել իսրայելական զորքեր այստեղ տեղակայվեն եւ Ադրբեջանում եւ Հայաստանում։ Իրանը սա պետք է ներկայացնի, քանի որ Ռուսաստանի հետ պատերազմում պարտվել է, բայց սա իր առաջվա տարածություններն է, այս մասն էլ նվիրել է Ռուսաստանին, Ռուսաստանի դեսպանի սպանության պատճառով Իրանում, քանի որ Ռուսաստանը չի կարողանում պաշտպանել, նորից վերցնում է իրեն, բայց այդ ժամանակ իբր Եվրոպան եւ ամերիկացիք էլ կանգնում են մեր թասիբին, որպեսզի մեզ պաշտպանեն, Իրանը մեզ չգրավի, նույն գործողություն են կատարում, Իրանի մի մասը մնում է Իրան, մնացածը դուրս է գալիս, այսքանով լինում է հյուսիսային Իրան, կամ սա երևի անվանեն Իրան, այս մասը, քարտեզը կարող է մի քիչ այլ լինել, անվանեն սա Իրան, իսկ այս մասին այլ անուն տան, եւ այսպիսով իբր Թուրքիային էլ է Իրանը ստիպել, տեսակ ոնց է ռմբակոծում ամերիկյան SNN եւ Թերանը դառնա մեծ Թուրանի ջատագողը, իբր Թուրքիան էլ դառնա դրա կցորդը, կամ Թուրքիան դրան չմասնակցի, սա լինի մեծ Թուրանը, բայց գաղտնի նորից ամբողջը անցնի այս նույն ճանապարհով։ Հասկանալի է ձեզ։ Այժմ ավելի պարզ մի քանի դեպքեր կբերեմ, որովհետեւ նաև
այդ մասը հասկանալի լինի, թե իրականում այստեղ ինչ են ցանկանում կատարել եւ իրականությունը որն է անընդհատ մեզ սուտ ներկայացրածի մեջ, որտեղ է այդ իրականությունը։ Բայց միջ այդ 3 առաջի օրը զարմացել էի եւ անջատել եմ։ Դեն բոտ են ասում, թե ինչ են ասում, այդ որ տղաները ուղարկել էին, դա անջատել եմ։ Ես երկու հեռախոս ունեմ, մի հեռախոսով ես դրսում եմ եւ ինձ վրա SMS եկավ։ Նայում եմ իմ երկրորդ հեռախոսից SMS-ը։ Քանի որ դու գազի վարձը ուշացնում ես, ես որպես քո օգնական ցանկանում ես ես կկատարեմ այդ մուծումը, բացի դա, այսինչ օրը պետք է գնաս վարսավիրանոց, միգուցե քո մյուս գործողությունները ես կատարեմ։ Կարդում եմ այ մարդ, իմ օգնականը ով է, քանի որ սենց բաները ես շատ չեմ ընդունում ու ծանոթ չէի։ Ասում եմ, ոչ ոք չէր կարող, այդ հեռախոսը դարակ դրած, ինչ գող է մտել, ինչ են արել։ Երբ որ վերադարձա, կարդամ տեսնեմ ես տղերքի տված, այդ 111-ի տված այդ ծրագիր էի ես ասում, այդ բոտա ինչա դա է, եւ բռնեցի, վերացրեցի։ Այնպես որ սրանք կարող են նաև, չգիտեմ, բանկային հաշիվներ կատարել, ինչ կատարել, եւ նույնիսկ քեզ բանկրոտի ենթարկել կամ չգիտեմ, քեզ տերորիստ սարքել, թե ինչ, դրա համար անջատեցի։ Այժմ քննարկենք, որպեսզի հասկանալի լինի ամբողջական Իրանի հարցը, Իրանի տնտեսական բլոկադա, պատժամիջոցների սկիզբը եւ զարգացումը։ 1979 թվական նոյեմբեր ԱՄՆ սահմանեց առաջին պատժամիջոցները Թերանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավման եւ այլ պատճառներով։ 84 թվականին Իրանը պաշտոնապես ներառվեց ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում։ 95-96 թվականին ԱՄՆ նախագահ Քլինտոնի օրոք արգելվեց ամերիկյան ընկերությունների ներդրումն Իրանի նավթագազային ոլորտում եւ առևտրական կապերը։ 2006 թվականին սկսվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցները կախված Իրանի միջուկային ծրագրի հետ։ Արդի վիճակը 12 թվականին Եվրոպական միությունը միացավ նավթային էմբարգոյին եւ Իրանին անջատեց SWIFT համակարգից։ 1824 թվականին ԱՄՆ միջուկային գործարքից դուրս գալուց հետո 18 թվականին սահմանվեցին առավելագույն ճնշման պատժամիջոցներ։ Իրանը համարվում է աշխարհի ամենաշատ պատժամիջոցների ենթարկված երկրներից մեկը։ 25-26 թվականին Իրանի տնտեսությունը շարունակում է մնալ ծանր ճնշման տակ։ 26 թվականի մարտի դրությամբ արձանագրվել է ազգային արժույթի ռեալի կտրուկ արժեզրկում եւ գնաճի աճ։ Եվրոմիության նախկինում Եվրոպական տնտեսական համագործակցության եւ Իրանի էներգետիկ հարաբերությունները 79 թվականից ի վեր անցել են 3 հիմնական փուլերով։ 79-10 թվական ակտիվ առևտրի շրջան, ԱՄՆ պատժամիջոցներ է տալիս, սրանք ակտիվ շրջանը, չնայած 70-ի իսլամական հեղափոխությանը եւ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին, Եվրոպան տասնամյակներ շարունակ եղել է իրանական նավթի գլխավոր սպառողներից մեկը։ Իտալիա, Իսպանիա, Հունաստան եւ Ֆրանսիան իրենց նավթի զգալի մասը ներկրում էին Իրանից։ Եվրոպական երկրները երկար ժամանակ դիմադրում էին ԱՄՆ-ի ճնշումներին, փորձելով պահպանել տնտեսական կապերը։ 12-15 թվականին առաջին լիակատար էմբարգոն, 12 թվականին Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության պատճառով Եվրոմիությունն առաջին անգամ ընդունեց ամբողջական նավթային էմբարգո։ Դադարեցվեցին բոլոր նավթային պայմանագրերը։ Իրանական բանկերն անջատվեցին SWIFT համակարգից, ինչը տեխնիկապես անհնար դարձրեց վճարումի էներգետիկների համար։ Այդ ժամանակ արդեն այստեղ ինչ կատարեցին, տեղափոխություն կատարեցին, քանի որ Իրանը Չինաստանին է մոտ, սա նույնպես բլեֆ է։
Իրանը սկսեց Չինաստանին ապահովել, սրանց էլ փորձեցին այլ երկրներ ապահովել նավթով, գազով։ 2016 թվական մինչ օրս կարճատև վերադարձ եւ վերջնական խզում։ 2016-18 թվականի միջուկային գործարքից հետո Եվրոպան վերսկսեց նավթի ներկրումը, այդ շրջանում Իրանը օրական մոտ 600 բարել նավթ էր մատակարարում Եվրոպայում։ 2018 թվականի նոյեմբեր եւ ԱՄՆ նախագահ Թրամփը դուրս եկավ գործարքից եւ սպառնաց պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց դեմ, ովքեր առևտուր կանեն Իրանի հետ, եվրոպական հսկաները, օրինակ Total եւ Eni վերջնականապես դադարեցին գնումները։ Իբր դադարել են, բայց այստեղ բոլորը չեմ ներկայացնում, միայն բառերով ասեմ, որ դա նույնպես բլեֆ է։ Ներկայումս 24-26 թվական այսօր Եվրոմիությունը զրոյական քանակությամբ էներգակիր է ստանում Իրանից պաշտոնական ճանապարհով, ինչ նշանակություն ունի։ Իրանը տալիս է Թուրքիայից, Թուրքիայից են առնում։ Նույնիսկ եթե Եվրոպան էներգետիկ ճգնաժամի մեջ է, նա ընտրել է ԱՄՆ-ի եւ Կատարի տարբերակները, քանի որ իրանական նավթ գնելը կնշանակի հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ, իբր սա էլ կա։ Իրան-Իրաքյան պատերազմի շրջան 80-88 թվական այս տարիներին Իրանը հիմնականում օգտագործում էր ամերիկյան զենք, ստացված մինչ հեղափոխական շրջանում եւ ստիպված էր մասեր հայթայթել սև շուկայից։ Իրան կոնտրաս գործարք, չնայած թշնամանքին Իրանը գաղտնի ճանապարհով ԱՄՆ-ից ստացավ հակատանկային եւ զինեթային հրթիռների մասեր։ Իսրայել պատերազմի սկզբնական փուլում Իսրայելը գաղտնի վաճառում էր Իրանին ռազմական տեխնիկայի մասեր Իրաքին թուլացնելու նպատակով։ Չինաստան եւ Հյուսիսային Կորեա սկսեցին դառնալ հիմնական մատակարարները հրթիռային տեխնոլոգիաների։ Այսինքն այս ամենը անում են նրա համար մարդկանց քանակը քիչացնելու եւ երկու երկրներին զինաթափելու եւ նվաստեցնելու համար, ոչ թե Իսրայելը կամ ԱՄՆ օգնում էին Իրանին, այլ փորձում էին նաեւ իրենց զենքերը, նաեւ փորձում էին այդ ժամանակ երկուսն էլ թուլանան։ 1990-ական թվականներ, 2000 թվականներ Ռուսաստան ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը դարձավ Իրանի գլխավոր գործընկերը, մատակարարելով ինքնաթիռներ MiG-29, Su-24, Սուզանավեր եւ հոп համակարգեր։ Չինաստան տրամադրում է էլեկտրոնային բաղադրիչներ եւ տեխնոլոգիական նախագծեր Իրանի սեփական հրթիռային արտադրության համար։ Արդիշրջան սև շուկա 10-26 թվական պատժամիջոցների խստացման պայմաններում Իրանը մշակել է բարդ սխեմաներ արևմտյան էլեկտրոնիկա ստանալու համար, քաղաքացիական էլեկտրաէներգիայի օգտագործում։ Իրանական անօդաչուների օրինակ մեջ հաճախ հայտնաբերվում են արևմտյան ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա արտադրության պրոցեսորներ եւ GPS մոդուլներ, որոնք նախատեսված էին կենցաղային տեխնիկայի համար եւ գտնվում են միջնորդ երկրների միջոցով։ Այստեղ ասեմ, որ այդ տեխնիկան, GPS տեխնիկան, որը արտադրում էին, նրանք եթե իրոք տրամադրված են, որ Իրանը չունենար, նրանք նման սարքեր պետք է լայն սպառման առարկաների մեջ չտեղադրեին, այլ նա լիներ այլ որակի։ Եվ սա նույնն է, ինչ որ մի քանի ֆիլմ առաջ ներկայացեցի սովետական երկու հաշվիչները։ Սա նույն երևույթն է այստեղ կատարում։ Ասիական շուկա Չինաստանը մնում է միկրոսխեմաների եւ կիսահաղորդիչների հիմնական բաց աղբյուրը։ Միջնորդ երկրներ Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի եւ այլ երկրների կեղծ ընկերությունների միջոցով Իրանը ներկրում է երկակի նշանակության տեխնոլոգիաներ։ Այսինքն ինչ կապ ունի Ամերիկան Իրանի վրա
պատժամիջոցադրել իր բարեկամ եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, այդ նույնը տալիս նրանց։ Իրանը 1979 թվականից հետո տեխնոլոգիաներ արդյունաբերական հաստոցներ հայթաթելու համար օգտագործել է 3 հիմնական ուղղություն՝ արևմտյան ժառանգություն եւ ռևերս ինժիներինգ։ Մինչև հեղափոխությունը Իրանը հագեցած էր ամերիկյան եւ գերմանական լավագույն տեխնոլոգիաներով։ Գերմանական կապը նույնիսկ պատժամիջոցների ժամանակ գերմանական Siemens եւ Hope Management-ի այլ ընկերություններ շարունակում էին ներկայություն ունենալ Իրանում մինչև 2000 թվականների վերջը։ Իրանական գործարանների մեծ մասը հիմնված է գերմանական հաստոցների վրա։ Պատճենում իրանցի մասնագետները սովորեցին քանդել եւ զրոյից վերարտադրել արևմտյան դետալները, օրինակ ինքնաթիռների շարժիչների մասեր եւ տուրբիններ։ Այստեղ կանգնեցնեմ, դուք կարդացեք նաեւ Չինաստան եւ Կորեան միջնորդեր երկակի նշանակության ապրանքներ։ Սա ամենաարդյունավետ մեթոդն է, Իրանը շրջանցում է բլոկադան։ Դուբայ եւ Թուրքիա։ Իրանական ընկերությունները Էմիրություններում կամ Թուրքիայում գրանցվում էին կեղծ ֆիրմաներ, որոնք Եվրոպայից Գերմանիա, Իտալիա գնում էին բարձրակարգ հաստոցներ իբր քաղաքացիական նպատակների, օրինակ սննդի կամ տեքստիլի արտադրության համար, բայց դրանք իրականում տեղափոխվում էին Իրանի ռազմական գործարաններ։ Իրանն ու Թուրքիան իրար թշնամի են, տեսակ թշնամությունը, գիտական լրտեսություն։ Իրանը մեծ ներդրումներ է անում արտասահմանում սովորող իր ուսանողների եւ գիտնականների միջոցով նորագույն տեխնոլոգիական գիտելիքներ կնոֆով ձեռք բերելու հարցում։ Իսկ Հայաստանում միայն Նիկոլի նման կալբաս ու կարտոշկա են ուտում եւ ոչ մեկի պետք չի։ Տեսակ Հայաստանի գործարանները քանդելով Իրանը զարգանում է, իսկ Լևոնը Հայաստանը տանում է կործանման, եթե Լևոնը չլիներ, այ ոչխարներ, այ ձեր ծնողն է Լևոնի ծնողն է, դուք ինչ եք, այ տականքներ, այ անասուններ։ Ռուսաստան վերջին տարիներին, հատկապես 22-26 թվականներին, Ռուսաստանի եւ Իրանի միջև սկսվել է տեխնոլոգիաների փոխանակում։ Իրանը Ռուսաստանին տալիս է անօթաչուների տեխնոլոգիաներ, գիտենք որտեղից ունի, իսկ փոխարենը ստանում է ավիացիոն եւ արբանյակային տեխնոլոգիաներ եւ հաստոցներ։ Այսօր Իրանը կարողանում է ինքնուրույն արտադրել բարձր ճշգրտությամբ հաստոցների մի մասը, սակայն ամենաբարդ միկրոչիպերի եւ օպտիկայի հարցում դեռևս կախված է չինական մատակարարումներից եւ արևմտյան մաքսանենգությունից։ Այսինքն այս ամենը սա, որ այսպես ներկայացնում են իրանք, սա նույնպես խաբեություն է։ Սրանք բոլորը լրտեսներ են եւ բրուտները, որտեղ ցանկանում են, ինչ ցանկանում են, ուղարկում են, հետո դրանից հետո գրում է այսպիսի մի բան, սա այսպես է, նա այնպես է, նա այնպես է, բայց իրենք կառավարում են ամբողջ աշխարհը։ Իսկ Իրանին ինչի զինեցին, որովհետեւ Իրանը, ինչպես հարցում գրեցի, որ իբր հզոր է, հզորացել է։ Ռուսաստանի տնտեսական բլոկադը, այժմ սրանն էլ դիտարկենք, պատժամիջոցների հիմնական փուլերը։ 14 թվականի մարտ առաջին լուրջ պատժամիջոցները սանվանվեցին Ղրիմի բաժանումից հետո։ 22 թվականի փետրվար Ուկրաինան լայնամասշտաբ ներխուժումից հետո սկսվեց տնտեսական պատերազմի փուլը։ 22-23 ռուսական խոշոր բանկերն անջատվեցին SWIFT համակարգից, սառեցվեցին կենտրոնական բանկի մոտ 300 միլիարդ դոլարի պահուստները եւ սահմանվեց ռուսական նավթի գնի առավելագույն շեմ։ Իրավիճակը 20-26 թվականներին սահմանափակումների երկարաձգում Եվրոմիությունը պաշտոնապես երկարաձգել է պատժամիջոցները մինչև 26 թվականի հունիսի 31-ը։ Էներգետիկ մեկուսացում 25
թվականի հուլիսից դադարեցվեց խողովակաշարային նավթի ներմուծման վերջին բացառությունը Չեխիայի համար։ Այս մասին էլ եմ ասել, իբր մինչև 27 թվականը նախատեսվում է լիովին հրաժարվել ռուսական գազից, բայց Չեխիա գալուց եւ Չեխիայից հետո այդ բոլոր երկրներն էլ ստանում են տնտեսական անկում։ 26 թվականի մարտի դրությամբ Ռուսաստանի տնտեսությունը ցույց է տալիս լուրջ հոգնածության նշաններ։ ԱՀՄ-ն կանխատեսում է ընդամենը 1% աճ, քաղաքացիական հատվածի 70-92%-ը գտնվում է անկման մեջ։ Նաև մարզական մեկուսացում էս ամենը չդիտարկենք Եվրոմիության էներգետիկան, որտեղից է Եվրոմիությունը ստանում էներգետիկան, այս հարցն է, բնական գազ եւ հեղուկային գազ։ ԱՄՆ դարձյալ Եվրոմիության թիվ 1 մատակարարը, հատկապես հեղուկացված գազի ոլորտում։ Այս մասին ես ասել եմ ԱՄՆ ինչ գազ է բերում, որը շատ թունավոր գազ է, քանի որ նա ստացվում է քիմիական նյութերը 3 կիլոմետր խորությամբ ուղարկում են գետնի տակը, այնտեղ ապարների ճեղքում է կատարվում, դրանից դուրս եկող գազը այդ թունավոր նյութերի հետ միասին վաճառում են։ Նորվեգիա այժմ հանդիսանում է Եվրոպայի խողովակաշարային գազի ամենախոշոր աղբյուրը։ Այս ամերիկյանը սլանցվի գազ է, կարող եք կարդալ իմանալ։ Կատար մեծացրել է մատակարարումները երկարաժամկետ պայմանագրերով, Ադրբեջան հարավային գազային միջանցքի միջոցով եւ հարավային Եվրոպա է գալիս, Ալժիր կարևոր մատակարարն է Իտալիայի եւ Իսպանիայի համար, բայց սրանք այս բոլորը կախված են մեկը մյուսի հետ։ Նավթ եւ նավթամթերք, ԱՄՆ, Նորվեգիա, Ղազախստան, այս երեք երկրները փոխարինել են ռուսական հում նավթին։ Ղազախստան, Սաուդյան Արաբիա եւ Գայանա, նոր եւ ընդլայնվող աղբյուրներ եւ եվրոպական շուկայի համար, վերականգնվող էներգետիկա եւ այլընտակներ։ Էս էլ կարտացեք, այս մասը թողնենք եւ էս էլ թողնենք։ Այժմ այս փոփոխությունների արդյունքում Ռուսաստանի մասնաբաժինը Եվրոմիության գազի ներմուծման 45%-ից 21 թվականից մինչև 15%-ից ցածր 25-26 թվականի տվյալներ։ Այսինքն դեռ Ռուսաստանը նրանց մատակարարում է, ինչ պատժամիջոց, ինչ բան, այս թվերը կարող են նրանք ցանկացած թիվ գրել, բայց իրականությունը, երբ որ այդ գազ տրամադրող կազմակերպությունների ցուցակները դիտարկում ես, դա մի քանի օրվա ֆիլմ պետք է լինի, չեմ ուզում ասել, եթե տեղադրես, ապա կտեսնես, որ այս ամբողջը խաբեություն է, նորից եւ Ռուսաստանից գազ են ստանում, եւ նավթ են ստանում, բայց եւ Իրանից է ստանում, բայց դնում են այնպես, որ մարդիկ չհասկանան, որ դա իրականում այդպես է, եւ բոլորն էլ խաղում են այս շպիոնաժում, այս կատակերգության մեջ, այս խեղկատակության մեջ ամեն մի երկիր, ամեն մի երկրի կառավարիչ խաղում է իր խաղը։ Այժմ դիտարկենք Արևմտյան Եվրոպայի մի քանի երկրներ՝ Պորտուգալիա, Իսպանիա, Ֆրանսիա եւ Իտալիա։ Այս 4 երկրները դիտարկենք եւ սա այն քարտեզն է 1871-1914, սա նոր քարտեզ է եւ այս երկրները դիտարկենք միասին։ Եվ եթե այս ֆիլմերն էլ ես չպատրաստեի կամ դուք չդիտեիք հայ տղաները, որոնք ներկայացնում են շատ ֆիլմեր հայերի մասին, ճիշտ է նրանք ավելի նուրբ են խոսում, քան ես միանգամից ասում եմ ինչը ինչպես է, դուք իմանալով հանդերձ միայն մեկ բան, որ հայը երկիր մոլորակի արարիչն է, այսինքն արարիչը նա պետք է ամեն տեղ էլ լինել, պետք է այդ արարչագործությունը ամեն տեղ էլ կատարել։ Եվ հիմա շատ արագ անցնենք դրան, ուսումնասիրենք եւ հասկանանք այս ամենը։
Ֆրանսիացիները ձևավորվել են որպես մի քանի էթնիկ խմբերի խառնուրդ, որոնք դարերի ընթացքում բնակեցրել են այսօրվա Ֆրանսիայի տարածքը։ Ժամանակակից ֆրանսիացի ազգի հիմքում ընկած են 3 հիմնական շերտեր՝ գալեր, կելտեր։ Նրանք համարում են Ֆրանսիայի հնագույն բնակիչները։ Քրիստոսից առաջ առաջին հազարամյակում կելտական ցեղերը կենտրոնական Եվրոպայից տեղափոխվեցին այս տարածք, որը հռոմեացիներն անվանում են Գալիա։ Հռոմեացիներ Քրիստոսից առաջ առաջին դարում Կեսարի կողմից Գալիան նվաճելուց հետո տեղի ունեցավ լատինականացում։ Գալերը որդեգրեցին հռոմեական մշակույթը եւ լեզուն, ինչի արդյունքում ձևավորվեց գալա-հռոմեական բնակչությունը, գերմանական ցեղեր, որոնք նույնպես ներխուժեցին այդտեղ։ Բացի այս հիմնական խմբերը ֆրանսիացիների գենետիկական մշակութային կազմում իրենց հետն են թողել նաև վիկինգները, նորվեգացիներ, որոնք 9-10-րդ դարերում բնակություն հաստատեցին հյուսիսում Նորմանդիայում, բասկերը հարավ-արևմուտքում եւ բրետոնները արևմուտքում։ Այսպիսով ֆրանսիացիները ոչ թե մեկ մաքուր էթնոս են, այլ դարավոր հալոցքի արդյունք, որտեղ միախառնվել են կելտական, լատինական եւ գերմանական տարրերը։ Հնդեվրոպական նախահայրենիք ըստ հայկական լեռնաշխարհի վարկածի, որը պաշտպանում են շատ լեզվաբաններ եւ գիտնականներ, հնդեվրոպական մայր լեզուն եւ ժողովուրդները ձևավորվել են հենց հայկական լեռնաշխարհում։ Այստեղից նրանք սկսել են սփռվել դեպի Եվրոպա, այդ թվում Ֆրանսիայի տարածք, շատ ավելի վաղ 5000-8000 տարի առաջ։ Կելտեր եւ հայեր կան հետաքրքիր տեսություններ, որոնք զուգահեռներ են անցկացնում հնագույն կելտերի, գալերի եւ հայերի միջև։ Որոշ լեզվաբանական եւ մշակութային նմանություններ հիմք են տալիս ենթադրելու, որ եվրոպական հնագույն ցեղերը, որոնք հետագայում դարձան ֆրանսիացիների նախնիները, իրենց գաղթը սկսել են արևելքից հայկական լեռնաշխարհի ուղղությամբ։ Գենետիկական հեն Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ բրոնզի դարում արևելքից հայկական լեռնաշխարհի տարածքից տեղի ունեցել մեծ գաղթ դեպի Եվրոպա, որը իր հետ տարել է նոր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն եւ լեզու։ Այսինքն, եթե նայենք հազարամյակների խորքը, ապա այն արմատները, որոնցից հետագայում ձևավորվել են ֆրանսիացիները, իրոք կարող են սկիզբ առնել հայկական տարածաշրջաններից։ Հայ արիների արշավանքները Ֆրանսիա, ըստ որոշ պատմաբանների եւ լեզվաբանների, օրինակ Իվանով եւ Գամբրելիձե, նաեւ հայ հեղինակներ, հայ արեական ցեղերը բրոնզե դարում Քրիստոսից առաջ 3-2 հազարամյակներ հայկական լեռնաշխարհից շարժվել են դեպի արևմուտք։ Ֆրանսիայի պարագայում խոսքը հիմնականում կելտական, գալլական ցեղերի մասին է։ Որոշ տեսություններ պնդում են, որ կելտերի նախնիները հենց հայկական արմատներ ունեցող արեական խմբերն էին, որոնք իրենց հետ տարան մետաղագործությունը, ձիաբուծությունը եւ հնդեվրոպական լեզուն։ Այս ամեն տեղը, որը դիտարկում է հայերի իշխությունն է, ասում են հայ աստվածներ, բայց սա հայկական մաքուր իշխություն է, ինչ է ստանում, ովքեր ոչնչացրեցին կամ տիրեցին տարածքին։ Եթե դիտարկենք այն վարկածը, որ հնագույն Ֆրանսիան, Գալիան ուներ հայ արեական հիմք, ապա այդ ազդեցությունը թուլացավ կամ փոխակերպվեց հետևյալ ուժերի կողմից՝ հռոմեական կայսրություն, լատինականացում, Քրիստոսից առաջ առաջին դարում Հուլիոս Կեսարը նվաճեց Գալիան։ Սա համարվում է շրջադարձային կետ, երբ տեղի հնագույն արեական կելտական մշակույթը եւ լեզուն սկսեցին հետմղվել եւ փոխարինվել լատիներենով։ Շատ ցեղային առաջնորդներ ոչնչացվեցին կամ ձուլվեցին հռոմեական համակարգին։ Ահա թե ոնց են արել բրուտները։ Եվ այսօր մեկը մի հարցադրում է կատարել, որ հռոմեացիներն են Անգլիան գրավել, ոչ թե գրավել են, իբր դա նույնպես եղել է հռոմեական կայսրության մեջ, բայց Հռոմը ղեկավարվել է հենց Անգլիայից։ Գերմանական ցեղերի ներխուժումը Հռոմի անկումից հետո
Եկան ֆրանկները, գոթերը եւ այլ գերմանական ցեղեր, նրանք տիրեցին երկրին եւ ստեղծեցին նոր իշխանական համակարգ։ Ըստ որոշ ազգայնական կամ էկզոտերիկ պատմական տեսությունների, հենց այս նվաճողական ալիքներն են համարվում այն օտար տարրերը, որոնք կտրեցին կապը հնագույն հայ արիական արմատների հետ։ Մշակութային եւ լեզվական հետքեր։ Այս տեսության կողմնակիցները որպես ապացույց նշում են տեղանուններ Ֆրանսիայում եւ Բրիտանիայում կան բազմաթիվ տեղանուններ, որոնք հնչյունական նմանություն ունեն հայկական բառերի հետ, օրինակ արմորիկա, խաչքարային մշակույթ, Ֆրանսիայի հարավում եւ Բրիտանիայում առկա հնագույն կոթողները, մենհիրները, կելտական խաչեր հաճախ համեմատվում են հայկական վիշապաքարերի եւ խաչքարերի հետ։ Բասկերի եւ հայերի կապը, սա ամենահայտնի գիտական վարկածներից է, որը զարգացրել են այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Վասիլի Լպարիցյանը, նաեւ Յոզեֆ Կարստը։ Լեզվային նմանություն, բասկերենում եւ հայերենում կան հարյուրավոր ընդհանուր արմատներ, օրինակ Արարատ, եւ այլն։ Տեղանուններ, Իսպանիայի բասկյան շրջաններում կան տեղանուններ, որոնք կրկնվում են հայկականները՝ Արաքս, Արարատ, Գորիս, Դեբետ։ Ավանդություն, բասկերի ազգային ավանդությունը պատմում է, որ իրենց նախնիները եղել են արևելքից հայկական լեռնաշխարհից եւ հմուտ են եղել մետաղագործության եւ քարագործության մեջ, ովքեր տիրեցին եւ ոչնչացեցին, ինչպես Ֆրանսիայի դեպքում, այնպես էլ Իսպանիայում եւ Պորտուգալիայում հնագույն արիական հայկական հետքը ճնշվել է հետեւյալ ուժերի կողմից։ Հռոմեական կայսրություն, Հռոմը նվաճեց իբերիական թերակղզին եւ դարեր շարունակ պարտադրեց լատիներին իր մշակույթը։ Հնագույն ցեղերը, իբիրներ, կելտիբերներ կամ ոչնչացեցին պատերազմներում կամ ձուլվեցին։ Վեստգոթեր, գերմանական ցեղեր, 5-րդ դարում գերմանական ցեղերը հյուսիսից եկած նվաճողները տիրեցին այս հողերին, ստեղծելով իրենց թագավորությունները։ Արաբական նվաճումներ, մավրներ, 8-րդ դարում թերակղզու մեծ մասը նվաճվեց արաբների կողմից, ինչը եւս մեկ շերտ ավելացեց եւ ավելի հեռացրեց երկիրը իր հնագույն արմատներից։ Ահա թե ինչպես է բրուտը կատարել այս ամենը, բայց հայկական այդ մեծ խաչմերուկը, որը այսօր աշխարհի ամենամեծ երկիրը կլիներ, նույնը կատարվում է այսօր Հայաստանում, ոչ մեկի պետք չի, թե Արցախը տրվեց, փրկվեցին 120,000 կայզյոլ, 120,000 կայզյոլ փրկվեցին, ինչից փրկվեցին, եթե 2 միլիոն կայզյոլ են երկրի հետ տուրն են տալու։ Պորտուգալիա եւ Արմենիա։ Պորտուգալիայի տարածքում եւս հանդիպել են հնագույն հետքեր, օրինակ Արմենիա անունով բնակավայրեր կան հենց Պորտուգալիայում, օրինակ Էրմիդա կամ հին քարտեզներում հանդիպող նմանատիպ անուններ, ըստ վարկածի հայ արիական ռազմիկները, որպես հմուտ նավաստիներ եւ մետաղագործներ, հասել են Ատլանտյան օվկիանոսի ափեր եւ հիմնել բնակավայրեր։ Ամփոփելով, հնագույն հայ արիական քաղաքականությունը սփռված է եղել ամբողջ Եվրոպայում, սակայն հետագա նվաճողները, հռոմեացիները, գերմանական ցեղերը, արաբներ տիրել են այդ հողերին, փորձելով ջնջել նախկին տերերի հետքերը։ Լեզվական կոդը, բասկեր եւ հայեր։ Բասկերը Իսպանիայի հյուսիս համարվում են Եվրոպայի ամենահին ժողովուրդը եւ նրանց լեզուն էուսկերեն չի պատկանում հնդեվրոպական ընտանիքին, սակայն ունի ապշեցուցիչ նմանություններ հայերենի հետ։ Գիտնականները, օրինակ Յոզեֆ Կարստը, հայտնաբերել են ավելի քան 600 ընդհանուր արմատ։ Դե եթե 600 արմատ կա, այդտեղ հարցը որն է, այս ամենը դուք կարդացեք։ Խորհրդանիշներ եւ արվեստ։ Արիական խորհրդանիշները, որոնք ծագել են հայկական լեռնաշխարհում, լայնորեն տարածված են այս երկրներում, հավերժության նշան, սվաստիկա։ Բասկերի մոտ սա կոչվում է լաուբուրու,
Լաուբուրու, որը պատկերված է նրանց հնագույն տապանակարերի և տների վրա, այն նույնական է հայկական հավերժության նշանին։ Խաչքարային մշակույթ Ֆրանսիայի, Բրետան և Իսպանիայի հնագույն կելտական բնակավայրերում հայտնաբերված կոթողները կրում են նույն զարդանախշերը, ինչ հայկական վիշապաքարերը և նախաքրիստոնեական կոթողները։ Ովքեր տիրեցին և փորձեցին ջնջել այս հետքերը։ Ըստ հայ արեական տեսության, այս հզոր քաղաքականության շերտը ենթարկվեց ագրեսիայի հետևյալ տեսակների կողմից։ Հռոմեական մեքենան Հռոմը նվաճեց Իսպանիան և Գալլիան, Ֆրանսիա, ֆիզիկապես ոչնչացնելով արեական քրմական դասը դյուրիդներին, ովքեր պահպանում էին հնագույն գիտելիքները։ Նրանք լատիներենը դարձրեցին պարտադիր, խզելով կապը արմատների հետ։ Գերմանական ցեղերը, վանդալներ և այլն։ Հյուսիսից եկած այս ռազմատենչ ցեղերը տիրացան հողերին և հաստատեցին նոր ֆեոդալական կարգեր։ Նրանք ոչ թե ժառանգեցին արեական բարձր մշակույթը, այլ յուրացրեցին տարածքները, ձուլելով տեղի բնակիչներին։ Ինկվիզիցիա հետագա դարերում եկեղեցական կառույցները, հատկապես Իսպանիայում, ոչնչացրեցին բոլոր այն հնագույն ձեռագրերն ու սովորությունները, որոնք հիշեցնում էին մինչքրիստոնյան արեական ծագման մասին։ Այսօր այդ հնագույն հայկական արշավանքների մասին վկայում է միայն գենետիկան, R1b հապլխումբը, որը տարածված է և հայերի, և արևմտաեվրոպացիների մոտ, և լեռների ու գետերի անունները, որոնք հազարամյակներ շարունակ չեն փոխվել։ Գենետիկական կոդը գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Արևմտյան Եվրոպայի տղամարդկանց ֆրանսիացիներ, բասկեր, իռլանդացիներ մեծ մասը կրում է գենետիկական կոդը։ Այս զենքը Եվրոպա է թափանցել հենց հայկական լեռնաշխարհից և Հարավային Կովկասից բրոնզե դարում։ Բասկերը համարվում են այդ գենի ամենամաքուր կրողները Եվրոպայում, ինչը փաստում է, որ նրանք հնագույն հայ արեական տեղաշարժերի ուժեղ ժառանգներն են, որոնք չեն ձուլվել հետագա նվաճողների, հռոմեացիների, գերմանացիների հետ։ Արմորիկա Ֆրանսիա և Արմեն արմատը Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բրետան թերակղզին հին ժամանակներում կոչվել է Արմորիկա։ Շատ հայագետներ նշում են, որ անվան հիմքում Արմեն արմատն է։ Այս տարածաշրջանը հայտնի է իր հազարավոր մեգալիթյան կառույցներով, որոնք կառուցվածքով և դասավորությամբ նույնական են Սյունիքի զորաց քարերին քարահունչ։ Սա վկայում է այն մասին, որ նույն քաղաքակրթությունը հայ արեական աստղագետ քրմերը կառուցել են դրանք և Հայաստանում, և Ֆրանսիայում։ Ովքեր էին ոչնչացրել։ Ինչպես նշեցինք, այս հնագույն տեսակը ենթարկվեց հալածանքների։ Այս տեսակները հիմնականում հետևյալն են. սեմական և հյուսիսային քոչվոր ցեղերը, որոնք ավելի ուշ եկան Եվրոպա, հռոմեական ռազմական մեքենան, որի նպատակն էր ոչնչացնել տեղական ինքնությունը և ստեղծել միատարր հռոմեացի ստրուկներ, միջնադարյան ինկվիզիցիա, որը որակեց և ոչնչացրեց այն ամենը, ինչը կապված էր արեական բնապաշտական հավատքի և գիտելիքի հետ։ Այսօր հայ արեականության հետքերը Ֆրանսիայում և Իսպանիայում մնացել են միայն լեռների անուններով և այն մարդկանց արյան մեջ, ովքեր դեռ պահպանում են իրենց տեսակը։ Էսկրուտները և հայկական լեռնաշխարհը Նախքան Հռոմի հզորությունը, Իտալիայի տերերը էսկրուտներն էին։ Նրանք իրենց անվանում էին Ռասենա։ Բազմաթիվ գիտնականներ, օրինակ Իվանովը, նշում են, որ էտրուսկները եկել են Արևելքից, Փոքր Ասիայից և հայկական լեռնաշխարհին հարող տարածքներից։ Լեզվական կապ էսկրուտներում առկա են բազմաթիվ բառեր, որոնք հասկանալի են միայն հայերենի միջոցով։ Մշակույթ էսկրուտական
դամբարանների կառուցվածքը, որմնանկարները և մետաղագործության ոճը գրեթե նույնական են Ուրարտական Վանի թագավորության մշակույթին։ Ովքեր ոչնչացրեցին և տիրեցին Իտալիային։ Լատինական ցեղերը, հռոմեացիները։ Սկզբնական շրջանում հռոմեացիները, լատինները փոքր ու ագրեսիվ ցեղախմբեր էին։ Նրանք դարեր շարունակ պատերազմեցին էտրուսկների դեմ և ի վերջո ոչնչացրեցին նրանց էլիտան։ Մշակութային գողություն։ Հռոմեացիները տիրացան էտրուսկների արիական ակունքներ ունեցող գիտելիքներին, ճարտարապետությանը, օրենքներին, գրին, բայց հետագայում ամեն ինչ արեցին, որպեսզի էտրուսկների լեզուն և ինքնությունը մոռացվի։ Բնակչության փոփոխություն։ Հռոմեական կայսրության տարիներին Իտալիա բերվեցին միլիոնավոր ստրուկներ տարբեր տարածաշրջաններից, ինչը փոխեց երկրի գենետիկական պատկերը, շեղելով հնագույն արիական տեսակը։ Վենետիկի հայկական հետքեր։ Իտալիայի հյուսիսում գտնվող Վենետիկը ևս կապվում է հայ-արիական տեղաշարժերի հետ։ Ըստ ավանդության վենետների ցեղը Վենետի, որոնք հիմնեցին քաղաքը, եղել է Փոքր Ասիայից, Պափլագոնիայից տրոյական պատերազմից հետո։ Նրանք համարվում են հմուտ նավաստիներ և առևտրականներ, ովքեր պահպանում էին արևելյան հայկական ավանդույթները։ Տեղանուններ։ Իտալիայում կան բնակավայրեր և լեռներ, որոնց անունները կրում են հայկական արմատներ, օրինակ Արեզո, Արեցո, կապված է արև կամ արի արմատի հետ։ Ամփոփելով Իտալիայում հայ-արիական շերտը էտրուսկները հիմք դրեց քաղաքակրթությանը, սակայն հետագայում հռոմեական ռազմաքաղաքական մեքենան տիրացավ այդ ամենին, ֆիզիկապես և մշակութապես ոչնչացնելով նախնիների հետքը։ Գիտելիքի և գրքերի ոչնչացում։ Էտրուսկները արիական ակունքներով ունեին հարուստ գրականություն և ճակատագրի գրքեր, որտեղ պահպանված էին տիեզերքի և բնության մասին հնագույն գիտելիքները։ Իմիջիայլոց Վենետիկից Սուրբ Պետրոսից մի քանի կիլոմետր հեռու գտնվում է Սուրբ Ղազար կղզին, հենց այդտեղ էլ պահում են նաև շատ նման գրքեր և աշխարհի ամենամեծ գիրքը։ Ինչպես գործեցին։ Հռոմեական եկեղեցին և կայսրությունը ոչ թե պարզապես նվաճեցին, այլ այրեցին էտրուսկական բոլոր գրադարանները։ Նրանք լատիներենը դարձրեցին միակ սուրբ լեզուն, իսկ հնագույն լեզուները հայտարարեցին բարբարոսական կամ հեթանոսական։ Դրա համար են մեզ հեթանոս անվանում, և հայերն էլ ասում են. մեր հեթանոսական ժամանակ լավ է քրիստոնեություն ընդունեցինք, ոչխարներ, այդպես էլ ընդունեք։ Սա արվեց, որպեսզի մարդիկ մոռանան իրենց իրական ծագումն ու կապը հայկական լեռնաշխարհի հետ։ Արիական տոների և խորհրդանիշների յուրացում։ Եկեղեցին չկարողացավ արմատախիլ անել ժողովրդի հիշողության մեջ եղած արիական սովորությունները, ուստի դրանք փոխակերպեց։ Արևի տոն, արիական հնագույն ամանորը կամ արևի պաշտամունքի օրերը փոխարինվեցին քրիստոնեական տոներով։ Տաճարների ոչնչացում։ Հնագույն արիական տաճարների և աստղադիտարանների տեղում, որոնք կառուցված էին էներգետիկ կենտրոններում, կառուցվեցին կաթոլիկ եկեղեցիներ, որպեսզի հին հիշողությունները ծածկվի նոր շերտով։ Ինչպես Էջմիածնում և այլուր Հայաստանում։ Հերետիկոսների ոչնչացում։ Միջնադարում Եվրոպայում հայտնվեցին շարժումներ, օրինակ կատարները Ֆրանսիայում կամ պավլիկյանները ու թոնդրակեցիները, որոնք հասել էին Եվրոպա, որոնք կրում էին հայկական, արիական, քրիստոնեական ազատախոհ գաղափարները։ Ով տիրեց հռոմեական ինկվիզիցիան, հատուկ խաչակրաց արշավանքներ կազմակերպեց նրանց դեմ։ Սա ոչ թե կրոնական պատերազմ էր, այլ գենետիկական և գաղափարական զտում,
Նրանք ոչնչացնում էին այն տեսակը, որը հրաժարվում էր ենթարկվել Հռոմի կենտրոնացված իշխանությանը և պահանջում էր վերադարձ դեպի արմատները։ Լեզվական արգելափակում Իտալիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում եկեղեցին դարեր շարունակ արգելում էր Աստվածաշնչի թարգմանությունը տեղական լեզուներով, որոնք դեռ պահպանվում էին հին արմատները։ Միայն լատիներենն էր թույլատրված, ինչը թույլ էր տալիս կառավարել մարդկանց գիտակցությունը և կտրել նրանց նախնիների կանչից։ Ամփոփելով այս տեսակը, որը տիրեց եվրոպական կազմակերպված կառավարման համակարգն էր Հռոմ, որը վախենում էր հայր-արիական ազատ ստեղծագործ և բնության ներդաշնակ տեսակից։ Նրանք օգտագործեցին կրոնն ու ուժը այդ տեսակը ձուլելու և ստրկացնելու համար։ Սիրելի հայեր, որը նույնը կատարվում է այսօր։ Նիկոլը ասում է ադրբեջանցիները էստեղացի են, մենք եկվոր ենք, և մեզ եկվորներիս, ինչպես ասում է նաև այս կեղտոտ խոսքը, պետք է սիկտիր անեն էստեղից, որպեսզի տեղաբնիկ ադրբեջանցի կամ տեղաբնիկ վայրագ ցեղերը, որոնք եկան, դրա համար, երբ որ ասում եմ հայը, լինելով աշխարհի առաջի և կատարյալ տեսակը, նա պետք է աշխարհը գնար բոլոր տեղերը և այդտեղ բնակություն, և ուսումնասիրություն, և օգնություն, ինչպես երևում է բոլոր ֆիլմերից կատարեր, և այնտեղ նաև բնակվեր, քանի որ ազատ տարածություններ էր։ Դուք տեսաք, որ աշխարհի խաչմերուկը, և այստեղ մի տղա էր, մի տարի առաջ համարյա ասում, որ դա ճիշտ է, որ Պապ թագավորը ասել է Եվրոպայի կեսից ավելին մերն էր։ Ես նրան պատասխանեցի, այո, այդ ժամանակ գծեցի աշխարհի խաչմերուկը և այսօր բացատրում եմ այս ամենը։ Ես ֆիլմեր առաջ նաև շեշտել եմ, որ սիցիլիացիք, գերմանացիք, անգլիացիք, ֆրանսիացիք բնիկ տեսակ են, ինչպես հայը։ Ճիշտ է, այդ բնիկ տեսակների տեղը տեղափոխվում է մի քիչ այլ տեղ, բայց այդտեղ կան բնիկ տեսակներ, և ասել, որ միայն մենք ենք այդ հարվածի ժամանակ ծնվել, լուսին երկիր հարվածի ժամանակ ծնվել, ոչ, այդտեղ ծնվել են նաև մի քանի տեսակներ, և այդ մի քանի տեսակները հետագայում այստեղ այնտեղ թափառելով, օրինակ մի ընտանիք արտաքսվել է այդ ցեղից, թափառել, հետո նորից իրենք շատացել են մի ազատ տարածության մեջ և դարձել են այդ վայրի ցեղերը, դրանք են դա, և այդպիսով բրուտները, եթե բրուտներ ենք ասում, դա արդեն Նորվեգիայի այդ մասի տեղափոխված դեպի բրիտանական կղզի, դրանք են, արդեն իրոք հասկացել եք ովքեր են, որոնք էլ տեղական ցեղերին են նաև վարկաբեկում և ամեն ձևով ոչնչացնում, նույնը այսօր կատարվում է Հայաստանում։ Դրա համար, երբ որ սկզբում ցուցադրեցի այս ամենը, այս խեղկատակությունը, որ այս երկուսի մեջ է իբր, և սրանք էլ աջակցում և համոզում են դա, և հետո այս տեսակները, և հետո այստեղ հնարավոր 3 տարբերակները ոնց կկիսեն, հենց այս մասին է խոսում, ինչը արել են դարեր շարունակ, դրա համար զգոն եղեք և հասկացեք աշխարհը, այսքանը։